լրատվամիջոցների հրավերների գործընկերներին փորձում եք աստարտա, քաղաքական աստարտա, հիմա բան չկա արգեստների։ Դատավոր Վասիլի Մելքոնյան կողմից կայացված վերդիկտը պարունակում է ներքին տրամաբանական հակասություն եւ խախտում է Հայաստանի Հանրապետության իրական դատավարության օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասի պահանջը։ Տիկին Փոստանջան, դատարաներ գնաց վճիռը կայացնելու, ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Առանձնապես ակնկալիքներ չունենք, հասկանում ենք, որ արդեն իսկ վերդիկտ հրապարակելուց հետո ինչպիսին է տրամադրվածությունը դատարանի, դուք տեսաք, որ մենք բացառք հայտնեցինք եւ դատախազին եւ դատավորին, նշելով հատկապես, որ ինչ տեսակի խախտումներ է թույլ տրվել թե նախաքննության ընթացքում, թե դատախազի կողմից, թե դատավորի կողմից, ակնկալիք առանձնապես չունենք, իհարկե դա բողոքարկելու ենք այս դատական ակտերը, վերդիկտը արդեն իսկ բողոքարկել ենք, բայց վերջնական այս դատավճիռը նույնպես կբողոքարկենք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան, իհարկե չենք բացառում, որ վերաքննիչ դատարանը իհարկե կարդարացնի Լիլիթ Աղեկյանին, որովհետև ակնհայտ է, որ որևիցե հանցակազմ Լիլիթ Աղեկյանի գործունեության մեջ կամ գործողությունների մեջ գոյություն չունի, ուղղակի եկել են ոստիկանները նրա բնակարանը նրա նկատմամբ եւ նրա մայրիկի նկատմամբ թույլ է տրվել ոչ իրավաչափ եւ համաչափ նաեւ ուժի կիրառում, այդ թվում ոչ իրավաչափ նաեւ պահանջ, որովհետեւ այդ այսպես կոչված տուժողին վերման ենթարկելու որոշման մեջ դրված էր ժամը 9 առավոտ, իսկ նրանք ոստիկանության աշխատակիցները եկել են Լիլիթ Աղեկյանի բնակարան 9:30 եւ վերջ ի վերջո, եթե ցանկություն կար Լիլիթ Աղեկյանին որպես տուժողի վերման ենթարկելու, նրանք այդ գործողությունը կարող էին անել անմիջապես, բայց չեն արել, ընդհակառակը ամեն ինչ արվել է մի խումբ ոստիկաններով Լիլիթ Աղեկյանի բնակարանում նրան եւ նրա մայրիկին անհանգստություն պատճառելը։ Սա է եղել։ Տիկին Փոստանջան, որի դեմ Լիլիթ Աղեկյանը բողոքներ է ներկայացրել։ Տուժողը ձեզ մեղադրեց, որ այս ամեն ինչին տալիս եք քաղաքական երանգ, արդյոք այս ամեն ինչի մեջ դուք տեսնում եք քաղաքական այսպես ենթատեքստ։ Իհարկե միանշանակ տեսնում ենք, հենց տուժողը մենք քաղաքականության մասին ձայն չէինք հանում, տուժողը ինքը ասեց, դե Գյումրին հիմա դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքական էպիկենտրոնը, անմիջապես ընտրություններից հետո Գյումրիի մասին նորից հիշատակվեց նորից հաշվեհարդար տեսնելու հայտարարություններով եւ հետեւաբար մենք հասկանում ենք այդ հաշվեհարդարի մի բաղկացուցիչ մասն էլ հանդիսանում է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս քրեական հետապնդումը։ Տանդը կուզենք իմանալ, որ խոսքում նշեցիք, որ արտահայտության համար ուղարկեցիք, թե նշեք ինչ արտահայտություններ, քանի ամսվա կամ քանի տարվա ազատազրկում նախատեսված ընթացքում։ Դե գիտեք, մենք հիմա ունենք դասական խոսքի ազատության սահմանափակում, այդ սառեցնող էֆեկտի գործածմամբ, դա բազմաթիվ մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ ուղենիշային գործեր է այս առումով որոշել եւ այստեղ կարեւորը մարդկանց սառեցնելն է, որ նույնիսկ այս տեսեք Սեյթ Մելիքսեյցյան սովորական ոստիկանը, տեսեք մենք եթե նրան դու կարող ես ինչ-որ մի բան ասես, ապա դու կազատազրկվես, բայց ի վերջո մենք չհասկացանք որ արարքի համար է։ Դուք տեսաք վերդիկտի մեջ թվարկած չէր, դատավորը արդարանում էր, ասում է ես հետո պետք է գրեմ դատավճռի մեջ, բայց այնուամենայնիվ վերդիկտի մեջ դա պետք է լիներ։ Եվ ի վերջո, եթե ոստիկանը գալիս է քո բնակարան, որի հետևանքով դու ստանում ես բուժօգնություն, բժիշկները արձանագրում են, որ այս գործողությունը բերել է նրան, որ այս մարդկանց մոտ նախաինսուլտային վիճակ է եւ չի կարելի որևիցե ոստիկանական կամ քննչական միջամտություն իրականացնել, սրանից հետո, երբ այդ ոստիկանը մի քանի օր անց գնում է եւ հաղորդում է ներկայացնում, որ այդ օրը ինչ որ Լիլիթ Աղեկյանը իրեն այդ բնակարանում, իր բնակարանում ինչ որ բան է ասել, սա խոսում է այն մասին, որ մենք բացառիկ բռնապետությունում ենք ապրում եւ նման ոստիկաններին, Սեյթ Մելիքսեյցյաններին ուղղակի կանանչ լույս են վառում, որ կարողանան իրենց այս բռնակալական ռեժիմը սպասարկեն։